Ընթրիք Նիկոլ Փաշինյանի հետ, թե Սերժ Սարգսյանի։ Պետությունն է մարդու համար, թե մարդը պետության։ Շատ փիլիսոփայական է։ Չի ասոցացվում կոռուպցիայի, թալանի, կրիմինալի հետ, բայց ոչ էլ ժողովրդին սրտիկներ եք բաշխում կամ թեկուզ հենց միայն նախորժակ գրգռելու համար տարատեսակ խորտիկներ համտեսում։ Ալիևը ազնիվ է հայ ժողովրդի հետ։ Այսինքն ինքը չի կեղծում այս խաղաղության թեզը։ Մեր նկատմամբ օրինակ տարիներ շարունակ շատ է սև PR իրականացվել։ Սրճարաններում ասում եմ ամերիկանո, ասում են կլասիկ թե բան։ Ասում են կլասիկ, sense նայում են վերև, վայ կներեք բարձր։ Պատերազմի դաշտում պարտությունը բերել է նրան, որ հիմա մեզ նաև ուզում են խաղաղության մեջ պարտության մատնել։ Արցախը մենք չկարողացանք պահել գուցե նրա համար, որ Արցախին տեր չկանգնեցին ազատագրողները։ Ինչ գաղտնիքներ ունեք, պարոն Մարուկյան, ասեք մեզ։ Վերջապես մեր հանդիպումը տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ, այո, սպասված հանդիպում։ Դե գնացինք։ Շնորհակալություն 10-ից 10 հրաձգարանին մեզ հյուրընկալելու համար։ Բարի օր, Ելակետի հետ համատեղ իրականացնում ենք Պաշտոնից դուրս հաղորդաշարը գործիչներ, ում դեռ այսպիսի ֆորմատում չեք տեսել։ Իսկ ես այսօր Պաշտոնից դուրս հանդիպել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարուկյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Ակնոցները ձեզ շատ է սազում, շատ հմայիչ տեսք ունեք։ Շնորհակալ։ Պետք է ասեք դուք էլ, բայց չասեցիք։ Սպասում էի ամեն դեպքում, բայց հատուկ դրա համար չասացի, իհարկե։ Լավ, ձեզ բնորոշ քաղաքական զսպվածություն ունեք, անցնում ենք առաջ։ Դասական զսպվածություն ասա։ Կլասիկ падգամավոր թե ռևանշիստ։ Ռևանշիստ։ Ընթրիք Նիկոլ Փաշինյանի հետ, թե Սերժ Սարգսյանի։ Սիգար Չերչիլի հետ։ Զիջել հանուն խաղաղության, թե արժանապատիվ զոհվել։ Ոչ թե զոհվել, այլ կարելի է ուղղակի այնպես ապրել, որ ունենաս անվտանգություն, ինքնասիրությունդ պաշտպանված լինի եւ միակողմանի զիջողը դու չլինես։ Պետությունն է մարդու համար, թե մարդը պետության։ Շատ փիլիսոփայական երկու կոնցեպտներ կան, ես կարծում եմ պետությունն է մարդու համար։ Հենրիխ Մխիթարյան, թե Արթուր Աբրահամ։ Հենրիկ Մխիթարյան։ Մանեթ Հանդիլյան, թե Անի Սամսոնյան։ Շուշան Ավագյան։ Ով է Շուշան Ավագյանը։ Ձեր օգնականը։ 2018-ի Հայաստանը, թե 2017-ի։ 18-ի Հայաստանը։ Ամեն գնով լինել, զբաղվել քաղաքականությամբ, թե մնալ գաղափարներին, սկզբունքներին հավատարիմ։ Մնալ քաղաքականության մեջ։ Չէ, սկզբունքներին եւ գաղափարներին հավատարիմ, դա արդեն նշանակում է ինչ-որ բան անել։ Լավ, կրուասան թե գաթա։ Կրուասան։ Արևմտյան։ Կրուասան։ Նիկոլը ճիշտ էր, Սերժը սխալ։ Դե Սերժ Սարգսյանն ասեց Նիկոլը ճիշտ էր, ես սխալ։ Ես պատմությունը լավ գիտեմ ոնց է եղել, բայց չի ուզենա այդ մեկնաբանել։ Լավ, իսկ որպես վերջաբան Սամվել Կարապետյան, թե Ռոբերտ Քոչարյան։ Էդմոն Մարուկյան։ Շատ բարի, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Անցնենք առաջ, այսօր մենք հանդիպել ենք հրաձգարանում եւ պետք է միասին կրակենք։ Սիրով։ Իմ սիրած գործն է։ Դե գնացինք ես նույնպես։ Դու ինձ պիտի կոմպլիմենտ անես, դա կախես չի բս։ Կախեց, ես զգացի, որ չեք սպասում, ես անկեղծ ես էլ չէի սպասում, իմ համար էլ էր ասենք իմպրովիզ։ բանը։ Գրակագծում չի թույլատրվում ոգելից խմիչք օգտագործած հաճախորդի մուտք, չենք օգտագործել։ Ինչն է կարանք բանա։ Հա, երկուսն են կարանք։ Պարոն Մարուկյան, դուք այն падգամավորներից եք, եզակի նշեմ այդ բառը, այն քաղաքական գործիչներից, Զգացված եմ։ ով ոչ մի կերպ չի ասոցացվում կոռուպցիայի, թալանի, կրիմինալի հետ, բայց ոչ էլ ժողովրդին սրտիկներ եք բաշխում կամ թեկուզ հենց միայն նախորժակ գրգռելու համար տարատեսակ խորտիկներ համտեսում։ Այ ոնց եք պատկերացնում ձեր առաջընթացը հաղթանակը նման առաջադրվող հանգամանքներում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր պրոդուկտը, եւ մեր պրոդուկտը սրտիկները չեն եւ սպառողական արշավի մեթոդները չեն։ Տեսեք հիմա դուք նայեք քաղաքական ուժերին անվճար դեղեր, չգիտեմ, ձրի դագաղ, էպիլյատոր, ինչ ասես առաջարկում են մարդկանց, մենք այդ դաշտում չկանք։ Մենք քանի որ մտել ենք ընտրարշավի մեջ հայկական պետականության բովանդակությունը պաշտպանելու համար, մենք խոսում ենք մեր ինքնության մասին եւ մենք բացատրում ենք մարդկանց, որ եթե մենք մոռանանք մեր անցյալը, մեր հիշողությունը փորձեն վերափոխել հիմա նաև արհեստական բանականությամբ, մենք կկորցնենք մեր ներկան։
Այսինքն մենք առաջնահերթ հարցերը տարբերակել ենք երկրորդական հարցերից, օրինակ շատ լավ կլինի, որ բոլոր գյուղերում լինեն լողավազաններ, օրինակ, չէ՞, բայց եթե պետություն չունենաս լողավազաններ, ինչ ես անել։ Դե բնականաբար առաջնային հարցեր, հետո նոր մնացած հարցեր։ Մեր ժողովրդին սթափեցնող, զգոնացնող արշավ ենք իրականացնում եւ տարբերվում ենք մնացած բոլոր ուժերից այս իմաստով։ Բնականաբար մեր հաշվարկն այն է, որ ինչ նշանակում տարբերվում ենք մյուս բոլոր ուժերից այս իմաստով։ Նրանք չունեն առաջարկող գաղափար կամ ազգային արժեքների վրա հիմնված կոնցեպտ։ Կամ որ որոշակի նյութերի կրկնություն ունեն, բայց երբ որ նայում են այդ մարդիկ ինչ են արել, արդեն այդ տեքստը կորչում է։ Այսինքն դու նայում ես տեքստը ով է ասում, մարդիկ նայում են ով է այս նույն տեքստը ասում։ Նույն տեքստը կարող է շատերը վերցնեն ասեն։ Օրինակ իդեաներ կան, գաղափարներ կան, որ մենք շրջանառում ենք, մեր հետևից վերցնում օգտագործում ենք։ Բայց շատ իրավիճակներում նույն տեքստը հնարավոր չի որ տարբեր քաղաքական գործիչներ օգտագործեն եւ հաջողության հասնեն, որովհետեւ յուրաքանչյուր տեքստ ունի իր քաղաքական ինքնությունը։ Ինքնություն էլի, այդ մարդու ինքնության հետ կապ չունի այդ տեքստը, բայց վերցնում ասում է։ Մեր նկատմամբ օրինակ տարիներ շարունակ շատ է self PR իրականացվել, մարդկանց մոտ տարբեր ասոցիացիաներ ձևավորել բան, եւ մենք դա անընդհատ փորձել ենք կոտրել եւ իրականությունը տեղացնել։ Դժվար է դա, բայց ով որ մեր խոսքը լսում է, ես կարծում եմ փոխվում է։ Դե կարող է այդ տարբեր կարծիքներ ձևավորվել է նաև ձեր տարբեր գործունեությունների պատճառով, չէ՞։ Այո, ով որ ոչ մի բան չի արել, նա բացարձակ չունի ոչ մի անտի-ռեյտինգ։ Երբ որ դու աշխատում ես, գործ ես անում, լինում են մարդիկ համաձայն են քո հետ, լինում են մարդիկ համաձայն չեն քո հետ, եւ դա նորմալ է, դա շատ նորմալ է։ Դեռևս կլասիկ պատգամավորի այդ անունը ոչ ոք չի գերազանցել ամեն դեպքում մնացել եք այդ կարգավիճակի այդ դա ձերն է այսպես ձեր բնութագիրն է ամեն դեպքում որ ասում են կլասիկ պատգամավոր ասում են Էդմոն Մարուկյան մեկ սրճարաններում ասում են ամերիկանո ասում են կլասիկ թե բան կամ ասեն կրուասան ասեն կլասիկ թե նուտելայով բան ասում են կլասիկ sense նայում են վերև վայ կներեք բարձ վերջին անգամ երբ եք կրակել չեմ հիշում բավականին երկար ժամանակ չեմ կրակել անկես պետք է ասեմ հիմա մի հատ փորձենք հա իր հետ փորձենք Առաջինը դուք փորձեք, լավ, որպես ինձանից ավելի արհեստավարժ։ Ես վերջին անգամ կրակել եմ երևի թե դպրոցական տարիքում ռազմագիտության դասի ժամանակ, բայց ես ես դրեցի ես չեմ լսել։ Ես էլ եմ դնում, որ ես էլ չլսեմ կրակոցի աղմուկը։ Հա, մի քիչ լսում եմ, բայց։ Երրորդ, չորրորդ, չէ՞։ 4 Ես ուզում եմ ասել հերիքա որ մնար ընթացիկ էլի կրակեիք։ Հա։ Պարոն Մարուկյան, տեսեք դուք այսպես ասած ձեր թեզի, ձեր գաղափարախոսության բանալին գալիս է, որ ազգային արժեքների պահպանումը, մեր հիշողությունը, մեր տեսակը եւ այլն, ու դուք առաջարկում եք, եթե չեք ուզում լինել Թուրքիայի վասալ, եթե չեք ուզում լինել Արևմուտքի Ռուսաստանի համար մանրադրամ, մենք ունենք ձևը եւ առաջարկում ենք ձեզ։ Որն է այդ ձևը, ուղղակի ստեղ մի բան եմ ուզում ասել, ես իմ խելքով, իմ հասկացողությամբ ամեն դեպքում մեր նման փոքրիկ պետությունները միշտ էլ որևէ մեծ պետությունից օժանդակություն պետք է ունենան։ Առանց դրա չեն կարող գոյապահպանության հարց լուծել կամ գոյատևել եւ այլն։ Տեսեք, խնդիրը բացարձակապես որևէ գործընկերության մասին չէ։ Մենք խնդիր չենք տեսնում գործընկերության մեջ։ Դաշնակիցների։ Մենք խնդիր ենք տեսնում, որ այսօր Հայաստանում մեր երկրի մեր ժողովրդի հետ իրականացվում է մի բան, որը վերջում բերելու է պետականության կորստին։ Պետք չի որևէ մեկի վասալը լինել, որևէ մեկի գուբերնիան լինել, այդ խոսույթները հիմա մտցված են մեր հանրային շրջանառության տիրույթ։ Ուղղակի պետքա պաշտպանել այս Հայաստանը, իսկ այս Հայաստանը նա որ պաշտպանել, պաշտպանելով մեր հիշողությունը եւ մեր ինքնությունը։ Հիմա ինչ է իրականացվում։ Իրականացվում է պայքար հիշողության դեմ, ռևիզիա, որ օրինակ ցեղասպանությունը այդպես չի, դուք ոնց որ գիտեք, տենց է եղել։ Այնտեղ հարցեր կան, մանիպուլացվել է մեծ գերտերությունների բան, դա անգլերենում ասում են victim blaming, զոհին մեղադրելը, որ victim-ին blame են անում, այսինքն ինչ են ասում, բայց կամ մենք ենք մեղավոր եղել, որ այս ցեղասպանությունը եղել է։ Հա, դե քեզ առաջ էր, քեզ հայերի պատճառով է եղել, դա առաջ մենք քննարկել 1.5 միլիոն անմեղ զոհերի այդ ժամանակվա քաղաքական տրամաբանությունները եւ թողնելով իրականում ցեղասպանին։ Հասկանում եք, այս ամեն ինչը փորձվել է երկար տարիներ անել։ Ինչու ենք մենք այս հարցերը հիմա բարձրացնում։ Սա շատ կարևոր է, որովհետև նախկինում, օրինակ 17 թվականի ընտրությունների ժամանակ այս իրողությունները չկային, որովհետև հիմա է վտանգված։ Հիմա է այս ամեն ինչը իրականացվում։ Սանտվիկներ չկար 17 թվականին սանտվիկ գործողությունները չկային։ Այդ ամենը իր տրամաբանական պատճառահետևանքին է բերում։ Պատերազմի դաշտում պարտությունը բերել է նրան, որ հիմա մեզ նաև ուզում են խաղաղության մեջ պարտության մատնել, այսինքն պատերազմ չկա հիմա, բայց խաղաղ
փափուկ ուժով, սկզբից լվանում են մեր գլուխները, հետո փոխում են մեր ինքնությունը եւ հարցականի տակ են դնում մեր պետականության հիմքերը։ Ալիևը ասում է, որ պետքա ձեր համանդրության նախաբանից հեռացնեք հղումը անկախության հռչակագրի։ Այսինքն մենք մեր ծննդյան վկայականը պետքա ոչնչացնենք, հետագայում բազմաթիվ հարցերի պատասխաններ մենք չենք ունենալու, ինչու, որովհետև այդ ծննդյան վկայականով ենք մենք այդ հարցերի պատասխանը տալիս։ Դրա մեջ այո կա խորհրդային 70 տարի, դրա մեջ կա Արցախյան շարժում, ամեն ինչ կա, բայց դա մեր պատմությունն է։ Մենք մեր պատմությունը ուրանանք, մեր ներկան ենք կորցնելու։ Մենք մի հետաքրքիր բանաձև ենք առաջ բերել, որը հետևյալ կերպ է ձևակերպված։ Համերաշխություն ոչ միայն անցյալի զոհերի, մարդկանց, ովքեր անցյալում ապրել են, հա, մեր ազգից, հայ ազգից, այլ նաև համերաշխություն այսօրվա ապրողների հետ եւ նաև ապագա եկողների, սերունդների համար։ Մեր պապերը մեզ թողել են ատոմակայան։ Շատ պարզ բացատրեմ։ Հենց հիմա ունենք ատոմակայան, որը մեր էներգետիկ ինքնուրույնության, ինքնիշխանության կարևոր ատրիբուտ է, հա։ Հիմա մեծ արշավ է գնում, որ այդ ատոմակայանը փակվի։ Տարբեր ռոպագանդայի սոուսներով։ Մենք մեր եկող սերունդներին ատոմակայան ժառանգելու ենք, թե ոչ։ Ճիշտ ասած, մի էսպիսի հարց առաջացավ իմ մեջ, իմ նախնական կազմած հարցերից դուրս, ինչ եք կարծում, օրինակ Արցախը մենք չկարողացանք պահել, գուցե նրա համար, որ Արցախին տեր չկանգնեցին ազատագրողները։ Գիտեք, Արցախի հարցը այնքան բարդ է, որ ոչ մի պարզունակ, միանշանակ պատասխան դրա պատասխանը չի տալիս։ Այսինքն դուք հասկացաք չէ իմ հարցի իմաստը, որ ով որ ազատագրել էր, ովքեր ազատագրել են, իրենք 30 տարի չտիրացան, չէ, Արցախը չպահպանեցին։ Դա ռոպագանդայի թեզերից է։ Այսինքն իրենք դուրս մնացին։ Դուք 30 տարի գնացել եք Արցախ, ժինգալով հաց եք կերել, չգիտեմ, այնտեղ վայելել եք բնությունը, մեր հայրենիքի այդ հատվածը, Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած առաջին դպրոցը, մեր եկեղեցիները, հա։ Այսինքն կար, չէ, Արցախ, ինքը ռեալ էր, ինքը ռեալ կար։ Եթե հանկարծ այն ժամանակ մեկին ասեիր, որ կարող է իրավիճակ լինի, որ հայերը այստեղ չապրեն, չգիտեմ, մի բանով խփեին հաստատ, կասեին, ինչ ես խոսում։ Բայց հիմա իրողությունն է, որ չկա Արցախը։ Մեզ ասում են հարմարվեք դրա հետ, մեզ ասում են ժողովուրդը բնիկ իր իրավունքներով, որ միջազգային իրավունքով ունի վերադարձի իրավունք։ Մի խոսացեք այդ թեմաներից, որովհետև իրանք է կարող խոսան, բայց իրանք այդ իրավունքները չունեն։ Չի կարող համեմատվել մեկը իրար հետ, եւ մյուս երբ որ դուք չես խոսում, իրանք մեկա խոսում են։ Իրանք մեկա հավակնում են քո այսօրվա պետականության տարածքի վրա։ Հավակնում են, Սևանից են խոսում, Երևանից են, ասենք Ադրբեջանից հայտարարություն անում, որ կոնդ թաղամաս է Երևան քաղաքում, մենք չպետքա ձևափոխենք, որովհետեւ իրանք այդտեղ ինչ որ չեն ուզում, ասենք։ Հա, մշակութային բան հարցեր են բարձրացնում։ Եվ միևնույն ժամանակ Ստեփանակերտում գլխավոր եկեղեցին փլուզում են, հողին են հավասարացնում։ Ես դա ուզում ասել, հա, որ Ստեփանակերտում հայրաթորը գետնին են հավասարեցնում, ու ասենք խաղաղության օրակարգա քննարկվում։ Ինչա դա նշանակում, ինչ մեսիջ է իր մեջ պարունակում, թե ընդհանրապես ոչ մի մեսիջը չի պարունակում։ Ինչ ուզում ենք, այն էլ անում ենք։ Շատ լավ հարց է։ Մեսիջը հետևյալն է, որ Ալիևը ազնիվ է հայ ժողովրդի հետ։ Այսինքն ինքը չի կեղծում այս խաղաղության թեզերը։ Ասում է, ես ձեր հետ խաղաղ պլաններ չունեմ։ Խաղաղ պլաններ ունենայի, չէի փլուզի ձեր եկեղեցին, երբ որ ամեն ինչ կբացվեր, կգայիք մոմ կվառեիք, կգնայիք։ Այստեղ են պահնա, որ հիմա իմ կրակելը եկավ, այս ադրբեջանցիների թեմաների հետ կապված, ես կարող եմ ակնոց վերցնել, չէ, ակնոցով կրակել։ Մենք ապրում ենք այնպիսի պետությունում, այնպիսի երկրում, ես դեմ չէի լինի, եթե աղջիկներն էլ բանակ գնային։ Չգիտեմ առաջին կրակոցը ոնց կստացվի։ Երրորդի վրա ես կրակում։ Երրորդի։ Ուր գնաց։ Եսի մուր։ Ոչ միտեղ։ Ոչ միտեղ։ Բայց ես գիտեի լուրջ միտեղ գնում է։ Չէ, չտակ գնաց, բայց չգնաց այնտեղ որտեղ պետք։ Հենց սպաս ալիս։ Կաղա ակնոցներից է որ մի հատ պատճառա չէ ման գալիս։ Իսկ կաղա հրացանով ավելի լավ կրակեի։ Հա, հաստատ։ Ուրա, որտեղ է։ Կարացի մի բան անեմ։ Այնա։ Եկա 4։ Տեղել եք կրակի եսա։ Ինքը չունի ոչ մի խաղաղ պլան։ Հետեւաբար ինքը նաև ցույց է տալիս Հայաստանի իշխանություններին, որ դուք ժողովրդին խափում ես, կարող է լինել խաղաղ, վստահաբար, բայց Հայաստանը այն բովանդակության պետություն որ կա չի լինի։ Կփոխվի մեր բովանդակությունը։ Եվ այսօր կդառնա ադրբեջանական ինչ որ այսօր կխառնեն, կբերեն, կբնակեցնեն, կբազմանան, կպարտադրեն իրաց լեզվով խոսել, ինչ ասես։
Եվ այստեղ է որ մենք ասում ենք որ 26 թվականի ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Մենք էլ կարանք դեղերը էժանացնելու մասին խոսանք։ Դեղերը լավ կլինի, էժան լինի, շատ լավ կլինի։ Ընդհանրապես լավ կլինի մարդիկ լինեն առողջ եւ չհիվանդանան, որտեղ դեղի կարիք էլ չունենան։ Հիմա պոպուլիզմի տարբեր մակարդակներ կա, չէ՞։ Բայց մենք ասում ենք ժողովուրդ ջան, պաշտպանիր ինքնությունդ։ Քվեարկի մեր օգտին, որ դու խորհրդարանում ունենաս քո ինքնությունը պաշտպանող խմբակցություն։ 30 վայրկյան հունիսի 7-ին տրամադրիր մեզ։ Քվեարկությունը տեղ 30 վայրկյանում դուք քվեարկում եք ձեր 5 տարին մեկ կառավարման իրավունքը իրացնում եք, բայց դա մի տարբերակ ունի, միայն լուսավոր Հայաստանի ընտրելու ձևով։ Այ օրինակ ես ուրիշ բան եմ ուզում ասել, բայց ուրիշ հարց առաջացավ։ Լավ, ասենք ձեր չանցնելու դեպքում կամագործակցեք իշխանության հետ, դուք ձեր կոմպետենտությունը այդտեղ օգտագործեք, այդտեղ արդյունավետությունը այդտեղ տակ էլի։ Մենք փորձ ունեցել ենք հաշվի նստել ժողովրդի ընտրության հետ եւ ժողովրդի ընտրության հետ հաշվի նստելով ներգրավել եմ ես անձամբ արտաքին քաղաքական դաշտում, հա, դիվանագիտական ճակատում, որպեսզի Արցախը մնա հայկական։ Այ եթե չեմ սխալվում 2022-ից 2024 թվականներ հատուկ հանձնարարություններով տեսման եք աշխատում, համագործակցում եք Նիկոլ Փաշինյանի հետ եւ ընդհատվեց այդ համագործակցությունը։ Ես էլ եմ ասում, նպատակը հայկական Արցախը պահելն էր եւ խաղաղության գործընթացը։ Երբ որ Ինչ-որ բան ձեզ այդ ժամանակ խանգարել է, որպեսզի դուք Արցախը պահպանությամբ զբաղվեք։ Խանգարելը կարմիր գծերը չպահելը, որովհետեւ կարմիր գծերը պահողը իշխանության ղեկավարն է։ Երբ որ կարմիր գծերը հրճակված նա սկսես չպահել, դու ես վարչապետը, ժողովուրդը քեզ չի ընտրել, իրան է ընտրել։ Եվ հետեւաբար դու երկու տարբերակ ունես։ Կամ համակերպես կարմիր գծերի խախտման հետ եւ մնաս հանուն այդ պաշտոնի կամ չգիտեմ այդ կոմֆորտի կամ չգիտեմ ինչի, ովքեր որ հիմա մնացել են, չեմ կարասեմ չեն մնացել, կամ կարամ ասեմ ես եթերի համար չի, կամ ամենաբավարարական բանը նա է, որ ասես որ իմ սկզբունքները այլևս հակասում են իրականացվող process-ի հետ եւ այն կարմիր գծերը որ հրճակվել են, որի համար ես եկել եմ, դրանք այլևս չկան։ Դուք չեք պահում։ Ես այդտեղ հրաժարական եմ տվել։ Դա համար դա մտքրակ է ինձ։ Հա։ Հիմա բայց հրացանով մի հատ ցույց կտա կրակելու ձևը։ Ես արիժատ եմ արել։ Հա։ Նույն ձևի, էսենց դնում ես էսուսիդ, էսենց իջացնում ես։ Ու պետք է պահես այս սկզբունքը։ Կանգնում ես 12-20, ոտեր ես տանում։ Ովքետ։ Գլուխը տնքան։ Չես կպնում։ Չեմ կպնում։ Չէ, թիրախին նայ նշանից։ Երկրորդին ես կրակ։ Երրորդին։ Երրորդին, ես ասացի երկրորդին կրակ։ Ոյ չէ, հա։ Կպել ես, երրորդին կպել։ Պարոն Մարուքյան, 19 միավոր ուժ մասնակցում է ընտրություններին։ Ձեր առաջատար չլինելու դեպքում վերամիավորվեք որևէ այլ ընդդիմադիր ուժի հետ։ Մինչև ընտրությունները չվերջանան, բարձ չլինի ով է առաջատար կամ ով է այնտեղ։ Ես վստահ եմ, որ մենք անցնելու ենք։ Իսկ մեր անցնելու պարագայում մենք ունենալու ենք խմբակցություն։ Խմբակցությունները չեն միանում ոչ մեկին, խմբակցությունները իրենց ծրագրերն են իրականացնում։ Մենք հիմա գիտեք, շատ եմ սիրում այս օրինակը բերել, այդ Կիկոսի մահահեքիաթը շատ այտենց մեր տրադիցիաների մեջ է, չէ, որ չեղած բանը քննարկում են օրերով ժամերով։ Բայց դե լինում է նախնական պայմանավորվածություններ էլ, չէ՞։ Եթե հարցը դա իրենց հետ իրենք ունեն պայմանավորվածություններ, ով շատ ձայն տանի կվերամիավորվենք իրեն հետ, դուք նման պայմանավորվածություններ չունեք։ Եթե մենք ձայն հավաքենք, որ տանք ինչ-որ մեկին, դա նշանակում է այդ ձայնը մենք չենք հավաքում մեր գաղափարների համար։ Ես արդեն ասացի, որ չկա որևէ ուժ, որը բովանդակությամբ մեզ մոտ լինի։ Եվ հետեւաբար մենք ինչ ձայն որ ստանում ենք այդ բովանդակությունը կյանքի կոչելու համար։ Ժողովրդի տված ձայնը դառնալու է պարլամենտում գործող խմբակցություն, որը առաջինը պաշտպանել է ժողովրդի շահերը մեր պարլամենտում, օրենքներ գրելով, քաղաքականություն մշակելով եւ երկրորդը մեր պետության շահերն է պաշտպանելու միջազգային հարթակներում, որտեղ մենք փորձ ունենք, ընկերներ ունենք, բարեկամներ ունենք, հեղինակություն ունենք եւ կարող ենք դա անել։ Շնորհակալություն ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Ասում եմ, որ դուք չլինեիք, ես կրակողը չէի։ Ես էլ, որ դուք չլինեիք, ես էլ այսօր կրակողը չէի։ Ինչպիսին եք պատկերացնում Հայաստանը 10 տարի հետո։
10 տարի հետո իմ պատկերացրած Հայաստանը, այսինքն եթե մենք այն ինչ որ ուզում ենք անենք, հաջողենք, Հայաստանը լինելու է ավելի լավ կառավարվող, հակակշիռներով, փոխզսպումներով, արդար մեխանիզմներով զարգացող Հարավային Կովկասում զարգացող երկիր։ Շատ-շատերը կարող են ասել եվրոպական, թե չի եվրոպական, ես ուզում եմ ասել Հայաստանը հենց հիմա եվրոպական մոդելի երկրի ճանապարհին է, եւ եղել է այդ ճանապարհին, նաեւ մեր ջանքերով, եւ այդ process-ը պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին։ Մի գաղտնիք ձեր մասին, որ ոչ միտեղ չեք ասել կամ ոչ ոք չգիտի, մի սովորություն ձեզ հետ կապված, ինչ գաղտնիքներ ունեք, պարոն Մարուկյան, ասեք մեզ։ Ճիշտ ասած, իմ կյանքը շատ հանրային է եւ երկար տարիներ արդեն ոչ մի գաղտնիք չունեմ հանրությունից նոր ասեմ, կա սովորությունների իմաստով սիրում եմ միայնակ օրինակ զբոսնել տարբեր քաղաքներում, որ եթե ինչ-որ քաղաքացիներ ինձ տեսնեն, իմանան, որ դա իմ գաղտնիքներից մեկն է, ես միայնակ զբոսնում եմ։ Առավոտյան շուտ ժամերի թե երեկոյան։ Տարբեր ժամերի, այսինքն եթե ինչ-որ գործով գնացել եմ, հենց ես ազատ ժամանակ ունեմ, միայնակ պետքա դուրս գամ ու զբոսնեմ։ Եվ վերջում այսքան շատ հարցեր ես ձեզ այսօր տվեցի, մի հարց, ինչ հարց դուք կտայիք ինձ։ Ես կոմպլիմենտ եմ բարդ, ոչ թե հարց տալու, որտեղ սկզբից դուք ինձ բան ասում հանկարծակի եկա, երբ որ ասացիք ձեր ակոնսները գեղեցիկ է, այդ ինչի չեք ասում, որ իմն եք, ես ուզում ասել, որ շատ գեղեցիկ տեսք ունեք այսօր։ Շնորհակալ եմ։ Եվ այս հարցազրույցը դուք գեղեցկացրեցիք նաև։ Շատ լավ, իսկ դուք ապահովեցիք բովանդակությունը, սպառիչ բովանդակություն։ Շնորհակալ եմ շատ։ Պարապում եմ սպորտով, յոգա եմ պարապում, փոխել եմ ուժային բոքսինգ, հենց հետաքրքիր, դա մեկից մի բան է, որ հավեսին սովոր, ինչքան է քեզ թվում է ինչ որ չափով գիտես, հենց հետաքրքիր բան ասաց այդ բոքսի տրեյները, մենք հենց էլի ինչ որ խորացանք քիչ փիլիսոփայական բան, այդ երես ապտակել այդ կապված, դա կախված է մեր բանզումներից էլ, ես խփում եմ, բայց չէի պաշտպանվում, մենակ մտածում էի խփելու մասին։ Սպարինգ է միանա կտան։ Չէ, իր հետ, տրինաժ է, էլի, բան ու ինքը այդտեղից ասեց, ասում բախի քեզ չես պաշտպանում, ու ասում բաստվածաշնչում որ ասում է, չէ, եթե մի ID տալիս են, մյուսն էլ դեմ դուր, հա, ու ինքը այդ փիլիսոփայությունն էր բացում, այսինքն այստեղ ключевое եթեն է։ Եթե ասում որտեղ որ մի հատ խփին, հա, խփեն, դու չես պաշտպանվում, մի հատ խփին, ասում բա հենց այստեղ գալիս է, եթե մի ID ապտակում են, մյուսն դե եթե մի հատը տվել ես, ուրեմն այն էլ պետք է տաս, բայց կարևորը այստեղ եթեն է, պետք է չթողես, ասում դու էդի քո գլխում